Ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք մայրենիից անցնելու ենք գիրքը դասը։ Հեղինակը Վաչագան Ադիբեկի Սարգսյանն է, եւ հեղինակը ասում է, որ այս դասին դու կիմանաս, որ առարկաները լինում են եզակի եւ հոգնակի։ Սա ես ձեզ առանձին կբացատրեմ։ Կարտահայտես քո վերաբերմունքը գրքի նկատմամբ։ Կտեսնես, որ երբ գիրքը բացես, նա քեզ կասի բարև։ Իսկ հեղինակը տեսեք ինչ է ասում. ինձ նկարել, փորել են քարերի վրա, հետո խազել են կավերի վրա, գրել են տերևի ու կաշվի վրա, փայտից ստացած ճերմակ թղթերին, հիմա տեսնում ես կապույտ էկրանին։ Խոսքը գրերի մասին է, խոսքը գրքի մասին է, երեխաներ։ Գիրքը համոզում է Արային, նայենք նկարին եւ փորձենք գուշակություններ անել, երեխաներ։ Գիրքը ինչ կարող է համոզել Արային։ Եկեք մտածենք, ինչի մասին է մեր դասը։ Լսում ենք երեխաների տարբեր կարծիքները, ոչ մեկին չենք ասում, ոչ դու սխալ ես, որովհետեւ դա ենթադրություն է։ Հետո երբ բոլորին լսում ենք, սկսում ենք այսպիսի նախադասությունով. այժմ տեսնենք, աշտարացան արդյոք մեր ենթադրությունները։ Համոզվենք, արդյոք ճիշտ էինք ենթադրում եւ սկսում ենք կարտալ եւ մեկնաբանել դասը։ Երբ Արան դասագիրքը վերցրեց ձեռքը եւ բացեց, հանկարծ մեկն ասաց. «Բարև»։ Շուրջ բոլորը ոչ ոք չկար։ Արան մի քիչ զարմացավ, մի քիչ շփոթվեց, նույնիսկ մի քիչ էլ վախեցավ։ Բայց ասաց. «Բարև, ով է»։ Մի զարմացիր, ես եմ, քո ձեռքի գիրքը։ Ինչ է, դու խոսել գիտես։ Ես խոսում եմ, երբ դու ինձ կարդում ես։ Կարտա ինձ, խնդրում եմ, ես շատ եմ սիրում զրուցել։ Ես այնքան էլ չեմ սիրում զրուցել, այն էլ գրքի հետ, պատասխանեց Արան։ Շատ զարմանալի բաներ եմ պատմելու, շարունակում էր համոզել գիրքը։ Ինձ զարմացնել այնքան էլ հեշտ չէ, չէր համաձայնվում Արան։ Բայց դու արդեն զարմացար, որ ես խոսեցի, ասաց գիրքը։ Լավ, ինչ ես պատմելու, մեղմացավ Արան, ասա։ Պատմելու եմ, թե ես ինչ երկար ճանապարհ եմ անցել, մինչև այս տեսքն եմ ստացել ու հասել քեզ, խորհրդավոր ձայնով ասաց գիրքը։ Բայց քեզ ինչու է թվում, թե դա ինձ հետաքրքրում է, չէր համոզվում Արան։ Չգիտեմ, մի բան ասեմ, եթե հետաքրքրեց, կշարունակեմ։ Մարդիկ շատ հին ժամանակներում գրում էին պալերի վրա, ասաց գիրքն ու սպասողական դիրք բռնելով լռեց։ Պալն ի՞նչ է, զարմացավ Արան։ Հետաքրքրեց, ժպտաց գիրքը։ Այո, խոստովանեց Արան, ուրեմն պատմեմ։ Պալերը հսկայական քարեր են, ժայռի կտորներ, մարդիկ հարթ պալերի վրա գրում ու նկարում էին այսպես։ Տեսեք երեխաներ, նկարն ենք դիտում, փորագրում են բրիջը ձեռքերին, նկարներ են անում, ածուխով են նույնիսկ նկարում, սուր գործիքներով նկարներ էին անում, եւ քանի որ գիր չկար, նկարների միջոցով էին արտահայտում իրենց մտքերը։ Այդպիսի պալեր այսօր էլ կարող ենք տեսնել Հայաստանի լեռների լանջերին։ Այժմ պետք է հարցերով վերլուծենք եւ մեկնաբանենք դասը։ Ինչ տեղի ունեցավ, երբ Արան հանկարծ գիրքը վերցրեց ձեռքը։ Ինչ որ մեկը ասաց բարև։ Ինչ զգաց Արան, գտնենք այդ տողերը եւ կարտանք։ Շուրջ բոլորը ոչ ոք չկար։ Արան մի քիչ զարմացավ, մի քիչ շփոթվեց, նույնիսկ մի քիչ էլ վախեցավ։ Բայց պատասխանեց Արան կշտիր ողջույնին։ Այո, Արան քաղաքավարի տղա էր, նա պատասխանեց. Ինչու է դասը կոչվում գիրքը համոզում է Արային, երեխաներ, որովհետև ամեն անգամ Արան փորձում էր խուսափել, չէր ուզում ոչ գիրք բացել, ոչ կարտալ, ոչ էլ գրքի հետ խոսել։ Ու ամեն անգամ գիրքը նրան համոզում էր։
երբ Արան հարցրեց, ինչ է դու խոսել գիտես, ինչ պատասխանեց գիրքը։ Գիրքը պատասխանեց, գտնենք այդ տողերը եւ կարդանք, ես խոսում եմ, երբ դու ինձ կարդում ես։ Ուրեմն երբ դուք գիրքը բացում եք եւ կարդում եք, գիրքը ձեզ հետ խոսում է։ Նա կարող է ձեզ պատմել աշխարհի ցանկացած գիտելիքի մասին, ամեն ինչի մասին դուք կարող եք իմանալ գրքից երեխաներ։ Դրա համար են ասում, որ գիրքը մարդու ամենալավ բարեկամն է։ Կարդա ինձ, խնդրում եմ, ես շատ եմ սիրում զրուցել։ Գիրքը Արային համոզում է, որ գիրքը կարդա եւ զրուցի իր հետ, բայց Արան կարդալ չէր սիրում, մի քիչ ծուլանում էր։ Ես այնքան էլ չեմ սիրում զրուցել, այն էլ գրքի հետ, պատասխանեց Արան։ Հետո գիրքը համոզում է, ասում է, քեզ շատ զարմանալի բաներ եմ պատմելու, եթե ուզում ես կշարունակեմ։ Ու ինչ ասաց Արան։ Ինձ զարմացնելն այնքան էլ հեշտ չէ։ Հետո գիրքը ինչպես էր համոզում, ասում էր, որ շատ հետաքրքիր բաների մասին է պատմելու եւ զարմացնելու է Արային։ Բայց դու արդեն զարմացար, գիրքը համոզում է, չէ՞, ասում է, բայց դու արդեն զարմացար, որ ես խոսեցի։ Տեսեք, համոզում է, ասում է, դու արդեն զարմացել ես, քեզ զարմացնելը այնքան էլ դժվար չէ։ Լավ, ինչ ես պատմելու, մեղմացավ Արան։ Եվ գիրքը սկսեց պատմել իր պատմության մասին։ Եվ ինչպես համոզեց Արային, ասաց, եթե քեզ հետաքրքրեց եւ դու ինձ հարցեր տվեցիր, ես կշարունակեմ պատմել։ Եվ գիրքը սկսում է պատմել եւ ասում է, որ հին ժամանակներում մարդիկ գրում էին պալերի վրա։ Այս բառի վրա դատար է տալիս գիրքը եւ սպասում Արայի հարցին։ Պալն ինչ է, զարմացավ Արան։ Պալ բառի բացատրությունը չգիտեր եւ գիրքը ուրախացավ, որ դա հետաքրքրեց Արային։ Հետաքրքրեց, ժպտաց գիրքը։ Այո, խոստովանեց Արան։ Եվ արդեն գիրքը տալիս է պալ բառի բացատրությունը։ Ուրեմն պատմեմ, պալերը հսկայական քարեր են, ժայռի կտորներ։ Տեսեք, այս հսկայական ժայռի կտորները, քարերը պալերն են։ Մարդիկ հարթ պալերի վրա գրում ու նկարում էին այսպես։ Ուրեմն ինչով էին նկարում, սուր գործիքներով, քանդակելով, քերելով, ծակելով քարը գրում էին։ Այդպիսի պալեր այսօր էլ կարող ենք տեսնել Հայաստանի լեռների լանջերին։ Հետաքրքիր է, չէ՞, դասը երեխաների, իհարկե այս դասը շարունակություն ունի, բայց բավականին խորությամբ մենք կանցնենք նաև նրա շարունակությունը, կարող ենք նաև գուշակություններ անել, թե հետո ինչ պատմեց գիրքը իր մասին Արային։ Ճանապարհ, խորհրդավոր, շուրջբոլոր բառերը, պարտադիր բառացանքի բառերն են, որոնք պիտի գրենք։ Հաջորդ առաջադրանքները կան նաև տետրում, եւ մենք մնացածը կանենք աշխատանքային տետրում։ H13-ի առաջադրանք 1-ը պետք է գրենք ճանապարհ, խորհրդավոր, շուրջբոլոր բառերը։ Երեխաներ, առաջարկում եմ ձեզ այս բառերը ոչ միայն մեխանիկորեն գրել, այլև կազմել այս բառերով բառակապակցություններ եւ նախադասություններ։ Ինչպիսի ճանապարհ՝ քաշքարոտ ճանապարհ, հարթ ճանապարհ, ասֆալտապատ ճանապարհ, խորհրդավոր երեկո, խորհրդավոր ձայն, խորհրդավոր խոսել։ Շուրջբոլորը նշանակում է 4 կողմը։ Շուրջբոլորը նայել, շուրջբոլորը մաքրել։ Անցնենք առաջադրանք 2-ին։ Տեքստից օգտվելով լրացնենք նախադասություններում բաց թողնված բառերը։ Սա մենք բանավոր կատարեցինք գրքում, հիմա կգրենք տետրում։ Արան մի քիչ ինչ արեց երեխաներ, երբ գիրքը խոսեց։ Զարմացավ, մի քիչ շփոթվեց, նույնիսկ մի քիչ վախեցավ։ Դե պարզ է, եթե դուք պատկերացնում եք, ձեզ հետ գիրքը սկսի խոսել, բնականաբար դուք էլ եւ կզարմանաք, եւ կշփոթվեք, եւ միգուցե նաեւ վախենաք։ Մարդիկ շատ հին ժամանակներում գրում էին պալերի վրա։ Պալերը հսկայական քարեր են, ժայռի կտորներ։ Ավելացրած բառերը կարդանք՝ զարմացավ, շփոթվեց, վախեցավ։ Գործողություն ցույց տվող բառեր են երեխաներ։ Պալերը հսկայական քարեր են, ինչեր են, քարեր, ժայռի կտորներ, ինչեր, կտորներ։ Ինչի համար ես կրկնեցի, որովհետև քարը եզակի թիվն է, քարերը հոգնակին։ Ժայռը եզակի թիվն է, ժայռերը հոգնակին։ Կտորը եզակի թիվն է, կտորները հոգնակին։ Հիմա բացատրենք։ Տեսեք, նկարում պատկերված է մեկ վարդ։ Տակը գրված է վարդ։ Նկարում մեկից ավելի վարդեր են եւ գրված է վարդեր։
Եթե մեկ առարկայի մասին ենք խոսում, ասում ենք, որ նա եզակի թիվ է։ Իսկ երբ մեկից ավելի է, դա կարող է լինել 2, 3, 4, 10, 1000, միլիոն։ Մեկից ավելի, ուրեմն հոգնակի թիվ է։ Հիմա նաև կսովորենք, թե միավանք բառերին ինչ ենք ավելացնում հոգնակի թիվը կազմելու համար, բազմավանք բառերին ինչեր ենք ավելացնում։ Տեսեք, վարդ, վարդեր, կարմիրով երն է գրված, որ դուք տարբերությունը զգաք։ Միավանք բառերի հոգնակին կազմելու համար ավելացնում ենք էր։ Գնդակ բառը բազմավանք բառ է։ Մեկ գնդակին ասում ենք գնդակ, եզակի թիվ, շատ գնդակների մեկից ավելի ասում ենք գնդակներ, ուշադիր նայեք, այստեղ արդեն ներ է ավելանում։ Բազմավանք բառերի վերջում հոգնակին կազմելու համար ավելացնում ենք ներ։ Հիմա առաջադրանքը պիտի կատարենք։ Լանջ, լանջեր, ճանապարհ, ճանապարհներ, լանջը միավանք է էր է ավելացել, ճանապարհը բազմավանք է ներ է ավելացել։ Դուք կարող եք կանաչ գրիչով ավելացնել, որ ավելի ակնառու լինի։ Քար, քարեր, պալ, պալեր, բառ, բառեր, սար, սարեր։ Սրանք միավանք բառերի, դրա համար վերջում ավելացրեցինք էր։ Եզակի քար, հոգնակի քարեր։ Պալ, բառ, սար, բառերը եզակի թվով են ներկայացված, իսկ մենք կազմել ենք հոգնակին քարեր, պալեր, բառեր, սարեր։ Այժմ բազմավանք բառերի հոգնակին ենք գրում կտոր, կտոր, կտորներ, ներ ավելացավ։ Ժամանակ, ժամանակներ, հոգնակին կազմելու համար բազմավանք բառի վերջում ավելացնում ենք ներ։ Կաշի, կաշիներ, տերև, տերևներ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքին, երեխաներ շատ գեղեցիկ արտագրելու եք եզակի եւ հոգնակի երգը տողերի վրա գեղեցիկ ձեռագրով։ Հիշում ենք, որ բանաստեղծության յուրաքանչյուր տողը սկսվում է մեծատառով եւ բանաստեղծության յուրաքանչյուր տողի ավարտից հետո միտքը չենք շարունակում նույն տողի վրա։ Տեսեք, եթե տպագիրը գրված է հաջորդ տողից մեծատառով է սկսված, ուրեմն նույն ձևով դուք եք շարունակում։ Կարդալուց եւ արտագրելուց հետո պետք է երգից դուրս գրել եզակի եւ հոգնակի թվով առարկա ցույց տվող բառերը։ Մեկը եզակի, շատը հոգնակի, մի սիրտ եզակի, սրտեր հոգնակի, ծաղիկ եզակի, ծաղիկներ հոգնակի, շուշաններ, մեխակներ, զանգակներ հոգնակի, միավանկը էր, բազմավանկը ներ, անշուշտ կան նաև բացառություններ, բացառությունների մասին հետո կխոսենք, իսկ հիմա դուրս ենք գրում եզակի եւ հոգնակի թվով գործածված բառերը՝ սիրտ, հոգնակին սրտեր, ծաղիկ, ծաղիկներ, շուշաններ, մեխակներ, զանգակներ։ Գրելուց հետո կարելի է նաև շուշաններ, մեխակներ, զանգակներ բառերի եզակի թիվն ասել՝ շուշան, մեխակ, զանգակ։ Եվ առաջադրանք 5-ը լրացնենք նախադասությունները դասից քաղած իմ պտուղները։ Ես իմացա, որ առարկաները լինում են եզակի եւ հոգնակի։ Մեկ առարկան եզակի թիվն է, մեկից ավելի առարկաները հոգնակի թիվը։ Ես կարողացա գրքի մասին կարծիք հայտնել, թե ինչպիսին է գիրքը։ Ինձ զարմացրեց, որ գիրքը խոսում է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։